ձևակերպում ենք, ձևակերպել ենք, որ ընտրությունների կեղծումը պետք է քրեական օրենսգրքով փոխվի եւ դառնա իշխանություն զավթելու հավասար հանցանք։ Հիմա եթե նրանք խոսում են ընտրակաշարքներից, բայց իրանք անում են ամենամեծ ընտրակաշարքները, այսինքն միացնում են խոյ համայնք, այդ գյուղերում որ ասֆալտ ընդհանրապես ժողովուրդը չի տեսել, մեր փողերով գնում են ընտրարշավ են անում, այսինքն այդ գյուղերը, ես չգիտեմ, քանի տարի ասֆալտ չի եղել, հա, այն ժողովրդի լեզվով գրունտավոր ճանապարհ է եղել, հիմա ասֆալտ են անում մեր փողերով, հիմա ժողովրդի կեսը կասի թող նրանք էլ անեին։ Ժողովուրդ ջան, հարցը նրանք էլ անեին կամ սա անի, դա նույն 30 արծաթն է, որ 2000 տարի առաջ տվել էին, ասենք, մի հզոր մարդու խաչելու համար։ Հիմա այդ 30 արծաթով այդ ասֆալտով համ ինքնաֆինանսավորվում են այս մարդիկ, այսինքն այդ ասֆալտի որակը ստուգող չկա, այդ ասֆալտը փռում են, չկա ստանդարտներ, այդ ասֆալտը ոնց փռում են ավազի պես դուրս է գալիս բիտում, հիմա չանցնենք այդ անորակ ասֆալտ է, այդ պահին պարզապես այսինքն նրանք համ փող են բյուջետից ստանում, այդ փողից ինքնաֆինանսավորվում են, հարստանում են, այսինքն արդար մրցակցություն արդեն չկա։ Այն մյուս կողմը այդպես ռեսուրսներ չունի, այն մյուս կողմը այդքան ասֆալտ չի կարանի, այն մյուս կողմը եթե դիմի որ ասֆալտանի մեծ մասամբ միակողմյան է, բոլոր այս գնումները կամ տենդերները այս իշխանության, այսինքն իհարկե ես ձեր հաղորդմանը նույնպես կանխատեսել եմ, որ ԿՊ-ն հաղթելու է, քանի որ եթե նրանք, ասենք մեր ընդդիմությունը մի քիչ խիստ լիներ, հզոր լիներ, ասելու են եկեք փարաքարը միացնենք, էլի վաղաշաբաթի որտեղ բնակավայրը հենց վաղաշաբաթին է պատկանում, որտեղ 70% հաղթած էր լուսահոգին։ Այսինքն եթե ընդդիմությունը ցանկանում էր հաղթել, պետք է պնդեին, որ այս միացումը լիներ հենց փարաքարը եւ որ պնդեին հո չէին միացնելու։ Չէ, իհարկե չէին միացնելու։ Դա հարցի մյուս կողմն է։ Հիմա մյուս հարցը, երբ որ տարածքային նախարարը, ասենք, այդ միացումը անում է ընտրություններից առաջ, դա հնարք է, ընտրական հնարք է, էլի, որը որ արգելվում է հետո։ Ագիշտի Մեխակյանը հենց խոյ համայնքից էր, չէ՞։ Այո։ Հիմա եւ շահերի մեծ բախումը, երբ որ մարզպետը կամ այդ տարածքային նախարարը գալիս են մի հատ էլ կոստյումը հանում են ու գնում են ընտրարշավներ, էլի։ Այսինքն դա հենց ընտրակաշարքը դա է, հենց այսինքն նախարարների մակարդակով է ընտրությունը իրականացվել, հա, դա եք ուզում ասել։ Նախարարի բանուգործը փողել է, ընկել է փողոց։ Դա շահերի բախումը ինքը ինչ իրավունք ունի ընտրարշավին մասնակցի կամ մարզպետը ինչ իրավունք ունի։ Դու հիմա եկել ես էսի միացրել ես։ Հարաշահում, այսինքն։ Այո, դու եկել ես միացրել ես այդ համայնքը, մի հատ էլ գնում ես ընտրարշավի, մարզպետն է գալի գլխներին կանգնում է, որ նայեք չընտրեք ձեզի, ուզում ասեմ, լուրջ շահերի բախում, եթե ընտրակաշարք եք, ուզում խնդրեմ, բոլոր այդ արշավը ընտրակաշարք էր, դեմ առեք, ոչ թե դուրս եկեք, ասեք, միակ խախտումը փողոց անցնելներ արգելված, չթույլատրված վայրով, այդ ինչ եք ասում, մինչև հիմա պարզ չի, թե այդ թվերը թարմացրած չի, թարմացրած է, ոնց եղավ, որ թվերը նայում ենք բնակության քանակը եւ ընտրողների քանակը իրար համընկնում են, լավ, այդտեղ երեխա չկա, կամ դուրս եկեք ասեք չենք թարմացրել, կամ դուրս եկեք ասեք այն Չիչիկովի մեռած հոգիներն ենք բերել լցրել, ոնց կարող է բնակության քանակը եւ ընտրողների քանակը իրար համընկնի 69000 ինչ որ թիվ ընտրողներն են ու այդ միացված էլի 69000 ինչ որ մի թիվ Սրա մասին պետք է խոսվի